Տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում։ Դիմում են ոստիկանություն, վստահ, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքներն առավել քան պաշտպանված են։ Ընտանեկան բռնության յուրաքանչյուր հաղորդում կամ մահազանգ արժանանում է ոստիկանության օպերատիվ արձագանքի եւ այստեղ համայնքային ոստիկանի առաջնահերթությունը ընտանեկան բռնության ահազանգով դա առաջին հերթին բռնության ենթարկված անձի պաշտպանությունն է։ Նախորդ տարիների համեմատ, երբ որ տոտալ շատ վատ էր իրականում, մարդիկ չէին ուզում դիմել առհասարակ։ Հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք հակված չեն դիմելու, փորձում են, դա էլ է մեզ համար որոշակի փոքրիկ հաղթանակ, վարքագծի մեծ փոփոխություն եմ նկատում մեր հանրության լայն շերտերի մոտ եւ վստահությունը ինչպես պետական մարմիններին, այնպես էլ ծառայություն մատուցող տարբեր մարմիններին շատ կտրուկ աճել է իսկապես։ Եթե նախկինում մենք շահառուին խնդրում էինք, որ հորդորում էինք, որ ավելի ճիշտ է ոստիկանություն դիմել, որովհետեւ մենք ձեր անվտանգությունը, այսպես ասած, չենք կարող այնպես կազմակերպել, որը իրականացնի ոստիկանության ծառայությունը, հրաժարվում էին։ Իսկ հիմա շատ հանգիստ իրենք դիմում են ոստիկանություն, արդեն ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանություն ստացվել է ընտանեկան եւ կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ հաղորդումների թիվը 78-ով ավելացել է։ Առկա են կալում, եթե մի հանցատեսակ, մի դեպք կամ իրադարձություն, եթե ունի աճի միտում, դա բացասական ցուցանիշ է։ Իհարկե ցավալի է, որ ընտանեկան բռնության դեպքեր արձանագրվում են մեր հասարակության մեջ, սակայն իրականում ընտանեկան բռնությունը լատենտային բնույթ կրող հանցատեսակ է եւ հետեւաբար այս դեպքերի ի հայտ բերումը դրանք ոչ թե պայմանավորված են ընտանեկան բռնության դեպքերի աճով, այլ արդեն իսկ առկա դեպքերը իրավական դաշտ բերելով եւ արձանագրելով 2026 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 304-ի դիմաց։ 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում, 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցված 833-ի համեմատ։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ։ Բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է Safe-U հավելվածը։ Առաջին հայացքից կթվա թե Safe-U հավելվածը դա ոստիկանություն արձանգելու ինչ-որ այլընտրանքային գործիք է, սակայն իրականում մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը եւ օպերատիվ տեսանկյունից եւ արագ արձագանքման տեսանկյունից եւ նաեւ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի։ Ընտանեկան բռնության կանխարգելման գործում առանցքային է քաղաքասարակության հետ համագործակցությունը, համատեղ աշխատանքի արդյունավետությունը գնահատելու եւ առկա խնդիրները վերհանելու նպատակով պարբերաբար անցկացվում են հանդիպումներ, իրականացվում մարզային այցելություններ։ Ոստիկանության հետ մեր համագործակցությունը շատ բարձր հիմքերի վրա կարող եմ ասել դրված է, որովհետև մենք հաճախակի հանդիպումներ ենք ունենում։ Մենք կարողացնենք վերջին տարիներին ձևավորել այնպիսի համագործակցություն, որ բավականին սահուն է ընթանում ներքին գործերի նախարարության ենթակայության տակ։ Հասարակական կազմակերպությունների գնահատականը չպետք է նվազեցնի մեր ուշադրությունն ու կարևորությունը գործընթացի նկատմամբ, ուստի մեր նշված տեմպերը նախարարության կողմից որդեգրված այն մոտեցումները, որոնք ունենք ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ, ել ավելի մեծ թափով պետք է իրականացնենք։ Ընտանեկան բռնության դեմ պայքարում ներքին գործերի նախարարության ոստիկանության պատասխանատու հանձնառությունը հստակ է՝ կանխարգելել եւ բացահայտել բռնության ցանկացած դեպք, պաշտպանել բռնության ենթարկված յուրաքանչյուր անձի եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բռնության դեպքերի կրկնվելու ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։